Ողջույն սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ կամ հետո կմիանաք ինձ եւ կդիտեք այս լայվը։ Պիտի ներեք, որ շուրջ 5 րոպե ուշացումով սկսեցի Facebook-ի հետ կապված կարծում եմ ինչ-որ դժվարություններ կար, փորձում էի լայվ մտնել, չէր ստացվում, պարտավորվեցի անջատել կրկին սկսել լայվը։ Ամեն դեպքում հիմա ոնց որ ստացվել է, հույսում եմ, որ միացողներ կլինեն ու միասին կշարունակենք կարողանանք ամփոփել այս շաբաթը։ Շնորհակալ եմ, որ միացել եք ինձ, ինչպես նախորդ շաբաթ էլ բացատրեցի, Facebook-ի, YouTube-ից իմ լայվերը փոխադրվել են առայժմ Facebook, քանի որ այստեղ լսարանը ավելի հեշտ է լինում ապահովել։ Ամեն դեպքում, բայց հետո տեսագրությունները, քանի որ Facebook-ը երկար ժամանակ չի պահում, 1 ամսով ապահում տեսագրությունները, այս տեսագրությունները հետո ես ուրեմն download եմ անում եւ տեղադրում եմ իմ YouTube ալիքում, կարող եք այնտեղ հետեւել, ինչ որ նախորդ լայվն էլ արդեն այնտեղ տեղադրված է։ Շնորհակալ կլինեմ, եթե բաժանորդագրվեք իմ YouTube ալիքին, նաև ձեր լայքերը, ձեր կոմենտները, ձեր ակտիվությունը այստեղ Facebook-ի այս լայվի տակ, նաև ասեք իմ YouTube-յան ալիքում կօգնի, որպեսզի այս լսարանը ավելի ընդլայնվի, ինչի կարիքը բնականաբար ոչ միայն ես, նաև մենք բոլորս միասին ունենք այս պայքարը, որ միասին սկսենք եւ հույսով շուտով կկարողանանք դա ավարտին հասցնել։ Մի քանի թեմաների մասին հիմա ընդհանուր գրեցի, ամփոփում ենք շաբաթը, մի քիչ ավելի ուշացումով փորձեցի այդպես բացատրություններն էլ գրել ինչի մասին եմ խոսելու, բայց հիմա շատ արագ ասեմ ինչ թեմաների եմ անդրադառնալու, հետո կփորձեմ մեկ-մեկ դրանց մասին խոսել։ Ուրեմն անցած շաբաթ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, առաջինը բնականաբար արդեն Գագիկ Ծառուկյանի կալանավորումն էր, որի մասին բոլորս արդեն տեղյակ ենք, տեսել եք տեսագրություններից կարծում եմ ավելորդ է դրա մասին բացատրելը, բայց այսօր մի քիչ մանրամասն, մի քիչ հիմա շատ կարճ, չեմ ասում մանրամասն, բայց ավելի այդպես ասած կընդգծված կխոսեմ Գագիկ Ծառուկյանի դեմ գործ տված այդ իրանցի գործարարներից մեկի մասին եւ մութ անցյալի մասին, որ ինքն ունի։ Երեք իհարկե Facebook-ում գրել է, ընկերներիցս մեկը գրել է, որտեղ իրենք պարսկերեն չեն տիրապետում, խնդրել էին, որպեսզի ես այդ մասին գրեմ։ Հետո ընկերներիցս մեկը մեկնաբանություն էր թողել, ես հիմա հիմնականում շատ ամփոփ կերպով կներկայացնեմ այդ անձին եւ ամեն դեպքում կզարմանանք, թե ինչպես նման անձը հայտնվում է Հայաստանում, կարողանում է գործարարությամբ զբաղվել եւ հետո նույն մարդը Նիկոլի Ավանաբար հետ համագործակցաբար գործ է տալիս Գագիկ Ծառուկյանի դեմ եւ հնարավոր է լինում Գագիկ Ծառուկյանին այդպես ասած Նիկոլի սրտի ցանկության պարկեսներ գետնին եւ արդեն մնացածը գիտեք ինչ հարիրելու։ Նաեւ անցած շաբաթ չեմ ուզում մտապես այդ թեմային անդրադառնալ, բայց դե պարտավոր եմ, Նարեկ Մալյանը կրկին մի հատ հարցազրույց ունեցավ 168 կետերի մեջ, որ իսկապես խայտարակություն էր, եւ այդտեղ մի շարք դրվագների թեմաների անդրադարձավ, անշուշտ ես ասել էի խոսեմ, բայց կարծում եմ անիմաստ է մանրամասնությամբ դնել հաթատիրասացները քննարկել, բայց ընդհանուր առմամբ, քանի որ միտք բանին այն էր, որ նախկին ընդդիմությունը տիտղոսակիր այսպես կոչված որևէ բան չի արել ամբողջ 5 տարվա ընթացքում անգործության մեջ է եղել, անգործության ամատնված եղել, ես պիտի փորձեմ մի քիչ այդպես ամփոփենք, հասկանանք արդյոք իրապես ճիշտ է այդ հավակնությունը։ Մեկ անգամ միշտ այդ թեման փակենք, խոսենք փաստերով, տվյալներով, որպեսզի հասկանանք նախորդ ընդդիմությունը իսկապես ոչինչ չի արել։ Այն որ չի հաջողել, այո, չի հաջողել, Նիկոլը մնացել է իշխանության, դրա մասին որից է մեկը կասկած չունի, իրանք էլ են այդ կապակցությամբ գոլե իրենց ցախողումը հաստատում, բայց ասել որ ոչինչ չեն արել, գիտեք, բացարձակապես անարդարություն է եւ հիմարություն է, քանի որ հիմա կխոսեմ, թե ինչ են արել եւ ինչ է եղել եւ այդ ոճով արտահայտվել հիմնականում ինչ է նշանակում։ Եվ վերջում էլ մի հատ թեմա կար 3 դրա մասին ես գրել եմ, հիմա մի քիչ կխոսեմ, նաև Հայաստան դաշինքում միատարրությունը պահպանելու անհրաժեշտությունն է, այս թեմային շատ չեմ ուզում խորանալ, բայց կարծում եմ կարևոր է, որպեսզի մենք բոլորս ուշադիր լինենք հատկապես մեր գրառումներում, որպեսզի հանգարց ասված մի առասցե թյուրմաշուն չլինի, մեր բարի նպատակով բնականաբար կատարված գրառումները, պահանջատիրությունը չվերածվի այդպես ասած այլ շրջանակների հակակառույցության, բացասական կառույցության միջոցի լծակի հատկապես Հայաստան դաշինքի դեմ, որի աջակիցը ես եղել եմ, կարծում եմ դեռ իմ ուղդիներից շատերն էլ մինչև այսօր ուրեմն եղել են։ Սկսենք Գագիկ Ծառուկյանից, ուրեմն տեսակ դա անցած շաբաթ ինչ եղավ, գնացին մտան միանգամից Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, կալանավորեցին, այդ ծիծաղելի տեսարանները նկարանեցին, մի տեսակ բարի ավանդույթները կացեց թարմացան, այն բոլորս հիշեցինք Մանվել Գրիգորյանի կալանավորումը, այն ամբողջ խայտարակությունը որ տեղի ունեցավ, իհարկե այդ մակարդակով տուշունկաշոտ չկարողացան կազմակերպել, դա արդեն կենթանիներ բան, այդ կալանավորել, այնքան
կարծում եմ եթե այդ ամեն ինչը մի տեսակ գրավիչ էր, հետաքրքիր էր, ժողովրդին դուր էր գալիս, հաճույքով էր ժողովուրդը հետևում հավանաբար 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իշխանազավթումից հետո այսօր կարելի է շատ հստակ ասել, այդ օրվա Վահագն Գրիգորյանյան կերպարին կամ նախկին իշխանությունների որևիցե կերպարի հատկապես հեղափոխությունից կամ իշխանափոխությունից մի երկու ամիս անց գնալ այդ մակարդվիճակով նստեցնել, նկարանումներ անել, կարծում եմ բավական գրավիչ թեմա էր, բայց տեսնում ենք այսօր այդքան էլ այլևս հանրության համար գրավիչ չի եւ դա պարզապես դառնում է Նիկոլ Փաշինյանի մանր վրեժխնդրության եւ ավելի շատ մանկական վրեժխնդրության, այդպես ասած, մի տեսարանի, որը կարծում եմ որից է մեկի համար այլևս այդ առումով ոչ միայն հետաքրքիր չի, այլ ընդհակառակը վերածվում է հակակարողության հենց իշխանությունների դեմ, քանի որ իմաստ չկա, եթե աշխարհի որևիցե տեղում, եթե դու գնում ես մեկին կալանավորես, եթե դիմացինը զինված չի, հանցագործ չի, մարդասպան չի, եւ ինքը գալիս է կամովի հանձնվում, ասում է գնանք որտեղ ուզում եք գնանք կամ բացատրեմ, մարդուն հարգալից վերցնում են տանում են բացատրություն են տալիս, հատկապես որ հայաստանյան սահմանադրությամբ մինչեւ մեկի դեմ որից է պես ասած դատական դատավճիռ գոյություն ունի, մարդը համարվում է ամեղ, ամեղության կախավարչացով, հետևաբար կալանավորման ժամանակ անհարկի բռնի ուժ կիրառելը, պարկեցնելը, ալարգալի վերաբերմունք ցուցաբերելը, անպայման նվաստացնելը դիմացինը, դրանք համարվում են առանց դատավճռի կամ պատժի կամ մարդու մեղքը հաստատվելու պատիժի կիրառում, ինչը անթույլատրելի է նույնիսկ ամենահետամնաց արդարադատություն ունեցող երկրներում, բայց ցավոք տեսնում ենք Հայաստանում դա գործադրվում է, թափում են, մարդուն ձեռքերը ոլորում են, կալանավորում են, անպայման պիտի մի հատ էլ պարկեցնեն գետին, նվաստացնեն, որպեսզի Նիկոլի այդ տեսարանները հետո տանեն Նիկոլին ցույց տան, Նիկոլի սիրտը հովանա, ուրախանա, հավանաբար մյուս ամիս իրենց ավելի շատ պարգևավճար վճարի։ Եվ այս խայտարակության ականատեսը կարծում եմ բոլորս եղանք, որը ասում եմ ոչ թե այլևս հաջողի կամ հետարքի չի որևիցե մեկի համար, այլ ավելի շուտ հենց այս իշխանությունների խեղկատակությունն է ցույց տալիս։ Ավելի շատ հետաքրքիր էր, որ այս ամբողջ գործը կարվել էր ինչ որ իրանցիների միջոց կողմից տրված, պես ասած, ցուցմունքի իման վրա կամ բողոքի իման վրա, տեսակ դե հետո 5 շաբթի օրն եթե չեն սխալվում կառավարության անիստից հետո չեպազուցիչան Նիկոլն ասեց, դե ես ինչ մեղք ունեմ, իրանցիները նախկինից են այ գործ տվել կամ բողոք ներկայացրել, եւ հետո իհարկե փորձեցի գտնել, դժվար է լինում գտնել ամեն դեպքում գաղտնիք այդ տվյալները չի այդքան հանգիստ լինում բացահայտել, բայց Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հետո փաստաբաններից մեկը 3 անցած օրը ուրեմն ինչ-որ փաստաթղթեր հրապարակեց եւ պարզ դարձավ թե ովքեր են եղել իրականում ուրեմն Գագիկ Ծառուկյանի դեմ գործ տվողները եւ ինչ է եղել իրականություն։ Եվ հիմա այդտեղ ինձ հետաքրքրեց անունները, քանի որ ես ընդհանրապես այդքան էլ հեշտ հալած յուղի տեղ չեմ հետարկվում, ինչ էլ մասամբ իրանական լուրերին բնականաբար ամենօրյա կարգով, ինչպես Հայաստանի իրադարձություններին եմ հետևում, նույնն էլ հետևում եմ նաեւ իրանական, այդպես ասած, լուրերին, փորձեցի հասկանալ, որտեղ վերջի շրջանում բավական այդպիսի քրեական, կոռուպցիոն գործեր եղել Հայաստանում, Իրանում, փորձեցի հասկանալ արդյոք այդ անձանցից որից մեկը նաև Իրանում ինչ-որ անցյալ ունի կամ Իրանում ինչպես է ճանաչված, ու փորձեցի հավատացում որոնում անցկացնել, քանի որ ամենահեշտ միջոցը դա է։ Անուններից մեկը ինձ համար բավական հետաքրքիր ձևով խոշորացված կերպով համացանցում Երևան եկավ, դա Արման Օլամայի անունով անձն է, որդի Հաջի Ալիի, եւ համացանցում բավական հետաքրքրություններ կան։ Իհարկե այդ ընկերությունը, որ Գագիկ Ծառուկյանն իր հետ գործարքի մեջ է եղել, գործեր է ունեցել, խնդիրներ առաջացել ֆինանսական իրենց միջև, կարծում եմ գնաք արդեն փաստաբանների հրապարակած այդ փաստաթղթերը թարգմանությունները կան, այդտեղ ամփոփ գրված է։ Հիմնականում այդ անձանցից մեկը Արման Օլամային էր, իր եղբայրն է եղել, ուրիշ մեկներ, մի հատ Քեյվան Ղանի անունով մեկներ, մի հատ ուրիշ Օլամայի եղբայր անունը չեմ հիշում, դրանք են եղել, բայց հիմա այս Արման Օլամային շատ հետաքրքիր է, որ գլխավոր անձն է, քանի որ այս անձը իր անունը նաև հոլովում է մեկ այլ երևույթի հետ, եւ դա Հայաստանում Իրանի առևտրի խոշոր կենտրոնի ուրեմն տնօրինությունն է, որին վստահված է եղել, իրենք եկել էին Հայաստանում պիտի ներդրումներ կատարեին, Իրանի առևտրի կենտրոն պետք է բացեին, որի կապակցությամբ նաև ակնարկ ունեցավ Իրանի դեսպան իրանց շաբաթվա հարցազրույցի ժամանակ, հիմնականում այս ամբողջ գործերը հենց նույն շրջագծում է տեղի ունեցել։ Ուրեմն պարզվում է, որ այդ Արման Օլամային ինքը Իրանում մխրճված է հսկայական կոռուպցիոն գործերի մեջ, հսկայական կոռուպցիոն միլիոնավոր դոլարների,
ուրեմն սարմայե կամ այդպես ասած բանկ գոյություն ունի, թարգմանաբար անունը չենք թարգմանում, բայց իմը կանոնը սարմայե լինում է կապիտալ, այս սարմայե բանկը վերջերս լուծարվեց, եթե չեմ սխալվում, հսկայական այդպես ասած գումարների խնդիր այդտեղ կար, մսխվելու այդ բանկի միջոցով չվերադարձված վարկեր բան, եւ այդ գործերի մեջ նաեւ շոշափվում էր Արման Օլամայի անունը, որի կապակցությամբ ինքը, եթե չեմ սխալվում, նաեւ բանտ է նստել, նաեւ հսկայական չարաշահումների կոռուպցիոն գործ բացահայտվեց ուսուցիչների հիմա եթե ուզենանք Հայաստանի համարժեքը ճարենք այդ կൂട്ടակային ֆոնդը կա որ կենսաթոշակների կൂട്ടակային ֆոնդ նման ֆոնդ նաև Իրանում գոյություն ունի ուսուցիչների գումարներից հետ են պահում որպեսզի հետո թոշակի անցնելուց հետո իրենց վերադարձնեն հսկայական գումար էր հավաքված այդ ֆոնդից հսկայական կոռուպցիոն բացահայտումներ եղան որ գումարները մսխվել դուրս հանվել այդտեղ էլ նույնպես այս անձի անունը այդտեղ խոլովում էր եւ նաև անվադողերի կոռուպցիա ներմուծման հետ կապված որից է բավական մեծ կոռուպցիայի խնդիր ա եղել Իրանում այդ կապակցությամբ դատական գործ ա եղել այդտեղ էլ է Արման Օլամայի անունը գոյություն ունի դեպի Հայաստան բենզինի արտահանման հետ կապված խնդիրներ ա եղել գումարների հետ կապված միլիոնավոր գումարների այդտեղ նույնիսկ այս անձի անունն է նույնպես այս անձի անունն է շոշափված մի տեսակ բարի համբավ ունեցող անուն չի Իրանում եթե որոնում եք հասկացում տեսեք բազմաթիվ քրեական գործերից անձնող մարդ է եւ հիմա այս մարդը գալիս է գործ ա տալիս Գագիկ Ծառուկյանի դեմ եւ Նիկոլ Փաշինյանը այս մարդու նեղում կատարելով խոսում է Գագիկ Ծառուկյանի դեմ գործ հարուցի կարծում եմ այս ամեն ինչը շատ հետաքրքիր կարծում եմ ինչ որ ապացույց հետ հիմք կարող է ծառայել նաև հետագա ուսումնասիրությունների համար թե ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր ներքին ընդդիմության դեմ գործ տալու համար կամ նրանց գետին պարկեցնելու համար ինչ որ քրական գործեր հարուցնելու համար ինչ մակարդակի գնում է հարևան երկրում այսպես ասած մարդկանց ա գտնում ովքեր նման գործերի միջով են անցնում եւ նման մարդկանց գործ ա տալիս միջոցով գործ ա տալիս Գագիկ Ծառուկյանին կամ նման խոշոր գործարանների դեմ Հայաստանում ու ավելի հետաքրքիրն է որ նման մութ անցյալով անձը հանկարծ հայտնվում է Հայաստանում փորձման նման մեծ նախագիծ իրականացնել որքան գիտեմ չի հնարավոր չի եղել այդ նախագիծ իրականացնել հիմա քանի որ շատ այդպես դետալների մանրամասնությունների չեմ տիրապետում չեմ խորանա մեջ այս թեմայի մեջ բայց այսքանը զուտ տեղեկություններ են որոնք համացանցում գոյություն ունեն ասում եմ եթե պարզկերեն տիրապետեիք կարող եք այս ամբողջ տեղեկությունները գտնեք իմ ընկերը իմ երեկվա փոստի տակ այդ տեղեկությունները գտնելա թարգմանելա հիմա մասամբ հայերենի եւ այդ ամբողջը կարող եք այնտեղ գնալ գտնել գուցե հիմա Գագիկ Ծառուկյանի փաստաբանների համար էլ դրանք հետաքրքիր լինեն կամ հնարավոր լինի դրանց միջոցով ինչ որ դրանից օգտվել այսպես ասած դատարանում բայց հիմա ինչ որ բարձր կարծում եմ Գագիկ Ծառուկյանի դեմ տրված գործը մի տեսակ Նիկոլի վախերից էր գալիս դե գիտեք արդեն կավելորդ է խոսելը նախընտրական քարոզչական շրջանում վիճաբանություն տեղի ունեցավ այդպես բանավոր Նիկոլի եւ Գագիկ Ծառուկյանի մեջ Գագիկ Ծառուկյանին մեղադրեց գործակալ լինելու մեջ Գագիկ Ծառուկյանն ասեց եթե մեկը ապացուցեց որ ես գործակալ եմ եկեք ինձ գնդակարեք բայց եթե չապացուցեցիք պիտի գամտնի իմ որց արյուծի վանդակի մեջ իսկ Նիկոլն ասեց հիմա կտեսես ով կհանդրի վանդակի մեջ եւ պարզապես հիմա Նիկոլը մնաց իշխանության ամբողջ լծակներ իր ձեռքում են եւ իր նախընտրական խոստումները փոխարեն ժողովրդի տնտեսական հարցերը բարելավելու կամ նախորդ ընտրությունների ժամանակ հիշում եք խոստացել էր Հադրութ ու Շուշին վերադարձնել այդ կարգի խոստումներ իրագործելու փոխարեն սկսեց ամենահիմար խոստումներ իրագործելուց դա ընդդիմության դեմ բռնաճնշումներն են Գագիկ Ծառուկյանին գետին պարկեցնելը եւ անշուշտ դրանով չեմ կարծում փակվելու է թեման Նիկոլը շարունակելու ամեն դեպքում եւ թե միշտ ուր կգնա կարծում եմ պիտի համբերենք տեսնենք ուրեմն ինչա դինելու Գագիկ Ծառուկյանի թեմայի կապակցությամբ այսքանով կարծում եմ փակեմ կարծում եմ շարունակությունը անիմաստ է քանի որ ամեն ինչը դուք գիտեք բացատրության հավելյալ կայի չկա ուզում եի այդ պարսի գործարարի մասին որոշակի տեղեկություններ փոխանցել որը կարծում եմ արդեն իսկ այդքանը կատարվեց երկրորդ թեման ուրեմն դե գիտեք վերջ շարունակաբար իմ ուշադրության կենտրոնում են եղել մի քանի անձինք ովքեր որոնց ես համարում եմ Նիկոլի վերարտադրության գլխավոր մեղավորներից մեկը այնքան անարդար չէ որ ասեմ հիմնականում իրենք են միակ մեղավորը չէ տարբեր գործոններ կան բայց գլխավոր մեղավորներից մեկը իմ համոզմամբ նրանք են եղել եւ դա այդ impeachment
ճիշտ շրջանակն է այդ մարդիկ ովքեր 1.5 տարի առաջվանից հակաքարոզչություն, բացասական քարոզչություն սկսեցին նախագահ Քոչարյանի դեմ, Հայաստան դաշինքի դեմ իրենց կարճ խելքով հասնելու համար նրան, որ Ռոբերտ Քոչարյանը չլինի ընտրապայքարի մեջ դուրս մնա, Հայաստան դաշինքը ներկա տեսքով չլինի, դաշնակցություն հիմա միայնակ մասնակցի, հավանաբար շեմը չի անցնի դուրս մնալու, նրան են խայտարակելու եւ այդպիսի, պես ասած, երազանքներով հակաքարոզչություն, բացասական քարոզչություն սկսեցին հիմնարաբար պատկերացում չունենալով, որ ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը որքան էլ որ իրենց այդպես ասած ասուչամ հակառեյտինգ ունենա, մեկը ունի այնքան ռեյտինգ, որ կարողանա ազգային ժողովի շեմ անցնի, մտնի ազգային ժողով եւ տեսանք դա ուրեմն տեղի ունեցավ, բայց արդյունքում եղավ այն ժողովրդի մի խոշոր մաս հիասթափվեց ընտրություններից, կրկին հավատաց մնաց այն համոզմամբ, որ ընտրություններում չի կարելի Նիկոլ փոխել, Նիկոլ փոխելու եղանակ ընտրությունները չի, չմասնակցեց ընտրությունների եւ արդյունքը եղավ այն, որ այդ մարդկանց անտարբեր եւ լուր մնալու արդյունքում Նիկոլին հնարավոր եղավ իր հրազանգվածին ակտիվացնել, բերել հրապարակ եւ մենք ունեցանք այն արդյունքները, որ արդեն ունենք, դրանց մասին ես խոսել եմ, բացատրությունը անկարևոր է։ Հիմա սա մասին շատ եմ խոսում, Նարեկ Մանյանը այս շաբաթ մի հատ գրառում կատարեց, որ ինքը տևական ժամանակ այլևս գրառում չի կատարելու, Facebook-ից հեռանալու է, սոցիալական ցանցերում չի լինելու, գնալու է իր, այդպես ասած, կամեր 23-ում գարեջուր վաճառի։ Հիմա շատ հետաքրքիր է, որ այս մարդիկ միշտ էլ այդպես են, նայեք, ամենի մոտ է նույնն է ստացվում։ Անհրաժեշտ երբ ինչ-որ որոշակի շրջանում միանգամից հայտնվում են հրապարակում, սկսում են գրառումներ կատարել, ակտիվություն ցուցաբերել, ինչ-որ թեմաներ են հրապարակներում, հակաքարոզչություն, բացասական քարոզչություն։ Ես միշտ ասել եմ, ուղղակի տպավորություն ունենա, որ մեկը դրսում նստած է կամ պուլտը ձեռքն է, կոճակը սեղմում, ասանք սկսում են աշխատել, սեղմում աշխատում են կամ թե չէ խմաճիկներին ման դուրսից իրենց խաղացնում են եւ անհրաժեշտ չի այդ տիկնիկներին տանում են դուրս, մեկին են բերում ներս։ Ժամանակին նույնն են Արթուրիկ Դանելյանի հետ էր, հիշում եք որքան ակտիվ էր, հետո միանգամից ասեց, դե ես գնում եմ իմ բոքսի ակումբն ունեմ, ելակ եմ ցանում։ Էլի այս վերջին ընտրությունների ժամանակ միանգամից սկսեց ակտիվանալ օրը մի քանի գրառումներ, հիմա դրանից հետո էլի սկսեց իր ակտիվությունը պակսել։ Այս Հասուն Ֆարմանյան, Սամվել Ֆարմանյան, նրանք արդեն գիտեք, տեսնում եք, կեկան, հիմա նույնիսկ բացակայում են, չկան։ Հիմա նույնն էլ Էդգար Ղազարյանը անցավ արդեն մյուս ճակատ, դավանափոխ եղավ, այդ իջավ 3 ընտրությունները քխեին, հիմա պարզվեց լավն են, կարելի ընտրություններով են Նիկոլին փոխել մանդատը, ամեն դեպքում խոսել եմ դրանց մասին։ Հիմա Նարեկ Մանյանը հայտարարեց, որ ինքը չի խոսալու, եւ գրառումից դեռ 1 օր չանցած հայտնվեց 168.am-ի եթերում եւ հարցազրույց տվեց այնտեղ։ Իհարկե, այդ Քրիստոնե Ջեբեջյանի հետ էլ հարցազրույց է ունեցել, անկեղծ ասած 1.5 ժամ ոչ հավեսը կա, ոչ նյարդները լսնել այդ մարդուն լսել, բայց դե 168.am-ը փորձեցի սկզբից լսել, բայց կարծում եմ հետաքրքիր էր եւ ամեն դեպքում այդ հարցազրույցը, քանի որ ասել էր չեմ խոսալու, խոսել էր, նշանակում է, որ կարևոր ինչ-որ բաներ պիտի ասի, որ ինքը իր խոստումը չկատարեց եւ պարզ էր, որ հիմնականում նպատակը կրկին Հայաստան դաշինքին վարկաբեկելն էր, Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելն էր։ Այդտեղ մի քանի թեմաներ կա հիմնարագույն, որոնց կարծում եմ անհրաժեշտ է խոսալ։ Խոսում է Նիկոլի ընտրակեղծարարության մասին եւ անամոթաբար այնպեսի հավակնություն է կատարում, որ Հայաստան դաշինքը մեկը ձայն չուներ, ազգային ժողով չէր անցնելու, իսկ ազգային ժողով անցել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ձայներ է կեղծել հօգուտ Հայաստան դաշինքի, որ Ռոբերտ Քոչարյանը անպայման լինի ազգային ժողովում։ Պատկերացնում եք այս մարդկանց տխմարությունը, այդ հիմարությունը, որ իրենց խոսքի մեջ կա։ Ցավոք սրտի, հիմա ես այս մարդուց ուրիշ ակնկալիք չունեմ, քանի որ նույն թեմաները ինքը իր Facebook-յան լայվերի ժամանակ գրառումներում անում է, Իրանն է կարող անի, բայց եթե 168.am նման մի կայք նման մարդու եթերա տրամադրում եւ ոչ միայն չի կանխում, չի փորձում հակափաստարկներ բերի, ասի դու սխալվում ես, ինչպես ես նման բաներ ասում, չի հակաճառում, այլ ինքն էլ համընթաց է դառնում, ինչ որ կերպ հարգելի զրուցավար Սաթիկ Սերանյանը ոչ միայն չի կանխում Նարեկ Մանյանին, այլ ինքն էլ գալիս է ինչ-որտեղ լռությամբ, ոչ միայն լռում է, այլ հաստատում է մի տեսակ այդ ամեն զառանցանքները, որ Նարեկ Մանյան դուրս է գալի միանում է իրեն, միայն կարելի է ասել, որ պիտի ցավ հայտնել այս մթնոլորտով, որ ցավոք սրտի իրենք փորձում են ստեղծել, որ նույնիսկ այս պայմաններում, երբ հիմա այլևս Ռոբերտ Քոչարյանը գլխավոր ընդդիմադիր ուժը չի, Սամվել Կարապետյանն է գլխավոր ընդդիմադիր ուժը, նրանք են որոշում կայացնողը, բայց էլի Ռոբերտ Քոչարյանի վրա է կենտրոնացում, նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանից վախերը անսահման են, անվերջանալի են եւ այդ դաշինքը, որ ստեղծվել է Ռոբերտ Քոչարյան Հայաստան դաշինք, դաշնակցություն այնքան հզոր է, որ նույնիսկ երկրորդ ընդդիմադիր ուժը լինելու դեպքում էլ
ունի այնքան ծարակշիռ ներկայություն, որ նման ոճով իր դեմ քարոշուն են տանում։ Ամեն դեպքում կարծում եմ անիմաստ է եւ այս թեմային անդրադառնալը, բայց ուզում եմ ցավով խոսել, որ 168.am եթերա տրամադրում այս մարդուն եւ թույլ է տալիս, որ նման հայտարարություն կատարի, հավակնի, որ Ռոբերտ Քոչարյանը իր խիմարությունը ապացուցելու համար, որ ասում է Ռոբերտ Քոչարյանը ռեյտինգ չունի, Հայաստան դաշինքը ռեյտինգ չունի, չեն մտնելու ազգային ժողով, հիմա իր ասածի հիմարությունը ապացուցվել է բոլորի համար, տեսել է, որ իրենք սխալ են անում, իր սխալը կոծկելու կամ արտարացնելով, եմ փորձում ասել, որ դա Նիկոլի կատարած գործն է եղել, Նիտորն է ձայներ կեղծել, ասում է, որ ես ճիշտ եմ, ուժեղ Հայաստանի ձայներ են կեղծել, որ նրանք բավարար ձայներ չունենան, այդպես ասած առողջ ընդդիմությունից ձայներ են կեղծել, հավանաբար խոսքը միասնության թվերից է, որ նրանք չկարողանան ազգային ժողով մտնել, փոխարենը ձայներ են կեղծել, որպեսզի Հայաստան դաշինքի ձայները մեծանան, նրանք կարողանան մտնել ազգային ժողով։ Մի տեսակ ամեն ինչի մեղքը արդեն հասկանում եք ինչպես է փորձում ապացուցել, բայց կարծում եմ հիմա իրենց ասածները այնքան հիմար այս մարդունը, որը նույնիսկ ապացուցելու դրա հակառակը, որից է պատճառ, կարծում եմ, որից է մեկը չկարող ունենալ։ Հենց այն, որ այս պահին սաղը վախենում է Ռոբերտ Քոչարյանից, խոսում է այն մասին, որ հիմնականում գլխավոր դերակատարը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ վախերը հիմնականում այդտեղից են գալիս։ Բայց նաեւ այդտեղ մի հետաքրքիր թեմա շոշափվեց, սրա մասին եմ ուզում խոսել, որ դիտխոսակիր ընդդիմությունը ոչինչ չէ։ Հիմա դիտխոսակիր բառը մի տեսակ էլ չեմ էլ հասկանում, այսինքն ինչ ընդդիմություն է, հիմա դիտխոսակիր կամ ոչ դիտխոսակիր ինչ է տարբերում։ Ընդդիմությունը, եթե ընդդիմություն է, եթե ունի մեկ նպատակ եւ դա Նիկոլին հեռացնելն է, գործող իշխանություններին հեռացնելն է, այս դեպքում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, հիմա մեկ ազգային ժողովում, մեկ ազգային ժողովից դուրս ամեն մեկ ունի իր լծակները։ Ազգային ժողովում հայտնված ընդդիմությունը ունի լծակ, դա իր մանդատներն է, բայց ունի նաև սահմանափակություններ, քանի որ եթե դու մտնում ես ազգային ժողով, վերցնում ես մանդատ, պարտավոր ես աշխատել սահմանադրության շրջանակներում եւ այն շրջանակում, որ քեզ համար սահմանվել է սահմանադրությամբ, ազգային ժողովի կանոնակարգով, եւ դրանից դուրս չես կարող այդ մանդատները ոչ օգտագործել, ոչ էլ ուրիշ բան անել։ Փոխարենը այն ընդդիմությունը, որ մնացել է դրսում եւ խոսվում է արտախորհրդարանական ընդդիմություն, ճիշտ է, որ մանդատ չունի, այդ մանդատից զրկված է, բայց նաեւ չունի այդ մանդատից բխող սահմանափակումները, որ իրեն թույլ չի տալիս ազատ աշխատել։ Հետևաբար նրանք ունեն աշխատանքային ավելի լայն հնարավորություն, ավելի այդպես ազատ աշխատելու։ Հիմա միայն ամեն բեռը դնել խորհրդարանական ընդդիմության վրա եւ ասել, որ իրենք պետք է ամեն ինչ անեին Նիկոլին հեռացնելու այդ դրսում նստած արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը եւ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաեւ այս այդ Նարեկ Մալյան կոչվածները, այդ խումբը հիմա իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում արդյոք այս ամեն իրավիճակի համար։ Ընդդիմությունը մանդատները, այդպես ասած, հիմա ունեցලා կամ չունեցել։ Դուք դրսում ինչ եք արել կամ ինչքանով է արդարացված եղել արտախորհրդարանական ընդդիմության աշխատանքը, քանի այդպես ասած հուշկու հանրավակ եք կարողացել կազմակերպել, շարժում եք կարողացել կազմակերպել։ Ինչ էլ որ արել եք, ելի այդ խորհրդարանական ուժերն են որպես մոտոր, որպես շարժիչ ուժ ձեր կողքին եղել։ Բախտիկ չի, բոլորն էլ գիտեն, բոլոր շարժումների մոտորը, շարժիչ ուժը եղել է Հայաստան դաշինք եւ ուզենք ավելի կոնկրետ ասենք դաշնակցությունը։ Եթե եղել է հայաքվե, դաշնակցությունն է դրա կողքին կանգնացել է բոլոր տարաձայնությունով, որ գուցե ունեցել են։ Եթե եղել է սրբազան շարժում Բագրատ Սրբազանը, թեև դա խորհրդանից դուրս է ձևավորվել, բայց այդտեղ է նաև մոտորը եւ շարժիչ ուժը հիմնականում նայեք Արթուր Սարգսյան, մյուսներ, Արթուր Դանելյան, եղել է դաշնակցություն այդտեղ։ Որևիցե շարժում առանց նույնիսկ այդ ներքին խորհրդարանական ընդդիմության ներկայության եւ դերակատարության հիմնականում չի եղել։ Հետո գալ եւ նման ոճով խոսել, ես կարծում եմ բացարձակ անարդարություն պետք է լինի դիտխոսակիր ընդդիմության հասցեին։ Չեն հաջողել, այո, չեն հաջողել։ Նիկոլը մնացել է իշխանության, հասել ենք այս ընտրությունների, այս ընտրություններով էլ հնարավոր չի եղել Նիկոլին հեռացնել, պատճառների մասին արդեն նախորդ լայվում դրեց, մեկ հատ ավելի առաջ լայվում խոսել եմ։ Բայց ամեն դեպքում այս կապակցությամբ նաև պատասխանատվություն է կրում այն ընդդիմությունը, որ դրսում է կրել, գտնվում եւ նրանք են ունեցել են աշխատանք, հավանաբար նրանք են նույն չափով այս հարցում մեղավոր պետք է լինեն։ Մեկ արտահայտություն կա, շատ է հնչում, ասենք, այդ Աննա Աբրահամյանը, որ դրսում այդ հիստերիկ աղջիկ շատ ասում, ֆանարիկներով երթեր կազմակերպել բան, նույնն էլ ուրեմն Նարեկ Մալյանը ուրեմն այս ելույթի ժամանակ էր հնչեցնում։ Հիմա գիշեք
այդ ֆանարիկներով երթը երբ է տեղի ունենում։ Հասկանում եք, այս մարդկանց տգիտությունն եմ ուզում ասել, բայց չգիտեմ, հույսով եմ, որ չիմանալով են այդ բառակապակցությունը գործածով, այս բացառությունից հետո կանոնաբար կանեն։ Այդ ֆանարիկներով երթը հիմնականում կազմակերպվում է ապրիլ 23-ի երեկոյան հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հետևից այդ ավանդույթ դաշնակցությունը բերել դրել այդ լապտերներով այդ լույսերով գիշերը երթ է կազմակերպում։ Հիմա դա բերել ծաղրի միջոց դարձնել Ես կասեմ լավագույն դեպքում տգիտություն է, եթե դրա հիմքում չկա նաև հենց այնպիսի նպատակներ, ինչ ասենք Նիկոլ Փաշինյանն ունի, ասենք ցեղասպանությանը վարկաբեկել կամ ինչ-որ միջոցպես ասած ծաղրի ենթարկել կամ հեղինակազրկել։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ այլևս այդ ֆանարիկներով երթի բառը չօգտագործել, քանի որ այդ դեպքում իրենք նաև ծաղրի են ենթարկում, արժեզրկում են ապրիլի 23-ին ուսանողների միջոցով, երիտասարդների միջոցով կազմակերպվող այդ երթը, որին ի դեպ իրենք այդ ժամանակին գնում էին մասնակցում էին հավանաբար հիմա էլ մասնակցում են։ Բայց արդյոք իսկապես նույն այդ մանդատ կրող դիտխոսակիր այսպես կոչված ընդդիմությունը ոչինչ չի արել։ 2021 թվականին ընտրությունները տեղի ունեցան, հա, Նիկոլ Մնաց իշխանության։ 1 տարի անց 2022 թվականին ձևավորվեց դիմադրության շարժումը։ 1 տարի ընդամենը անց է։ Եվ հիշում ենք այդ օրերի ոգևորությունը, որ կար ժողովրդի մեջ, դեռ Արցախը գոյություն ուներ, հնարավոր էր ինչ-որ բան փրկել։ Սկզբնական փուլում շատ հուժկու սկսվեց այդ պայքարը, բայց արդյունքի չհասանք։ Թե ինչու արդյունքի չհասավ, ես դրա մասին շատ եմ խոսել, չեմ ուզում հիմա այստեղ կրկնել։ Հենց առաջին օրվանից շարժումը վարկաբեկել, հիշում եք, այդ լիսկան Ես միշտ հիմա այլ հարց եմ տվել պատասխանը չեմ ստացել, ինչպես ում հրանգով, ում համադրմամբ, ում խորհրդով եկավ հենց առաջին օրերի վրանը տրամադրեց Ֆրանսիայի հրապարակում, մի տեսակ այնպիսի տպավորություն ստեղծեց, որ այս շարժումը այդ դիմադրության շարժման հիմքում կանգնած են այդ նախկին տեսածած ատելի կերպարները նախկին իշխանությունների եւ հետո հիմք ծառայեց հակակառավարության իշխանությունների կողմից, ու հետո նույն հենց այդպես էլ որ եկել էին մեր քաղաքական դաշտից էլի չկացան այդ լիսկաները գնացին ու Դրապես որից է պայքարել հիմա իրենց ինչ չենք տեսնում։ Բայց այդ օրը իմ համար էլ դեռ հարց այդ մարդիկ ինչպես եկան հայտնվեցին հրապարակում, վրաններ տրամադրեցին եւ այդպես սկսեցին քարոշուն, որ մենք էլ ենք եկել Նիկոլին հեռացնենք այստեղ եւ բնականաբար շատ մարդիկ ասելով դիտես մարդիկ են կանգնած հրապարակում, եթե մարդիկ պիտի վերադառնան, ներողություն մենք չկանք, գնում ենք տուն։ Առաջին օրվանից դա եղավ։ Բայց մի բան այս մարդիկ մոռանում են, այո, դիմադրության շարժումը գնալով, մի քանի ամիս հետ միա շարունակվելով Միշտ այդպես ասած, եթե ցոմ մայիսին այդպես էր սկսվեց, ես ինքս էլ եկամ Հայաստան հասամ, հունիսին մասնակցեցի, հետո կամաց արդեն օթերը եղանակը տաքանալով, կարծում եմ օգոստոսի վերջերից էր, որ այլևս գոյություն չուներ, դրա Բեռնել, եթե հիշեք նախագահ Սերժ Սարգսյանը գցեց Իշխան Սաղաթելյանի գրպանը, առանց այն որ պաշտոնական ղեկավար լիներ, ասեց դե առաջնորդ Իշխան Սաղաթելյանը գնացեք Իրանից, հարցնենք մի տեսակ ամեն պատասխանատվությունը փորձեցին գցել Հայաստան դաշնակի կամ Իշխան Սաղաթելյանի գրպան։ Դա խնդիր չի մայ կանել ամեն դեպքում որից անգամ գոնե մենք պատասխանատվությունից գոնե այդ ուժը որին ես աջակցում եմ վստահ եմ որ պատասխանատվությունից չի խուսափել։ Բայց այս ամեն գործընթացում զուգահեռ ինչ-որ բաներ էր տեղի ունենում։ Դրա մասին մոռանում են թե Նարեկ Մալյանները, թե մյուսները եւ չեն խոսում։ Եվ մեղադրում են որ մանդատ են սիրել Մանդատին են կարճած եղել այս ամբողջ ժամանակ նախկին ընդդիմությունը, փորձել է ազգային ժողովում մնալ, որպեսզի մանդատից օգտվի աշխատավարձ ստանա։ Երբ սկսեց դիմադրության շարժումը, ընդդիմությունը հայտարարեց, որ բոյկոտում ազգային ժողովի նիստեր։ Ուզում եմ թարմացնել ձեր հիշողությունները, որպես իմանաք, որ դիմադրության շարժումը միայն այդ փողոցային պայքարը չի եղել, այդ որ գիշերները մարդիկ դուրս էին գալիս փողոցները, քայլում էին երեկոները, Ֆրանսիայի հրապարակում վրաններ էին տեղադրվել, ելույթներ, բողոքի ցույցեր, այդպեսի, դա չէր։ Դրան զուգահեռ ազգային ժողովում գործընթաց էր գնում եւ դա ազգային ժողովի նիստերի բոյկոտումն էր ընդդիմության կողմից։ Երկու ընդդիմադիրները Հայաստան դաշնակը պատիվները միասնաբար որոշեցին չմասնակցել ազգային ժողովի նիստերին բոյկոտել։ Վայ դրեցին իրենց այդպես եթե չեմ սխալվում իրենց բոլոր պաշտոնները, որ դոնտի այդպես ասած այդ նախագծով կամ օրենքով իրենց հասնում էր ազգային ժողովի երրորդ փոխոսնակի պաշտոնից միշտ մյուսները կամ հերացրեցին իրենց կամ վայ դրեցին, չունեին այլևս։ Եվ բոյկոտել էին նիստերը։ Եվ այս բոյկոտը շարունակվեց մինչև, եթե չեմ սխալվում, նոյեմբեր, հոկտեմբեր թե նոյեմբեր ամիսները շարունակվեց այդ բոյկոտը։ Գնացեք հիշեք լուրերը նայեք մի հատ թարմացեք ձեր հիշողությունը։ Միայն փողոցային այդ պայքարը չէր որ ձախողեց, ազգային ժողովում բոյկոտ էր գնում։ Այն մարդիկ, որոնց դուք մեղադրում եք մանդատին կարճած լինելու մեջ, մանդատը պահելով
Այսինքն գնան նստեն աշխատավարձ ստանան, այսինքն այցելությունների գնան արտասահմանյան բարգավաճարներ ստանան։ Այդ մարդիկ մանդատները պահելով ազգային ժողովի նիստերը բոյկոտել էին, ամիսներով չէին գնում։ Հիմա ինչ ստացանք արդյունքում, ոչ լեգիտիմություն ազգային ժողովի համար։ Հիշեք, իրավիճակը այնքան էր սրվել, որ սկսեցին տարբեր սպառնալիքներով խոսել падգամավորների հետ։ Ասում են մանդատներից կզրկենք, աշխատավարձերից կզրկենք, աշխատավարձերը կիսատ վճարեցին նույնիսկ, բայց պատճառ չեղավ այդ ամեն ինչը, որ նրանք բոյկոտը բեկանեն եւ վերադառնան ազգային ժողով։ Խոցը ասա միջև այնտեղ, որ եթե հիշեք նամակ գրեցին, որ այդ մարդկանց մանդատից զրկեն, հիմք ընդունելով ինչ-որ ազգային ժողովի կանոնակարգի ինչ-որ կետ, ազգային ժողովի խորհրդի նիստեր նույնիսկ նշանակել էին, պատրաստ էր նիստը պետք է գումարվեր, որպեսզի այդ նստում որոշում կայացնեն, այդ падգամավորներին բոլորի մանդատներից զրկեին եւ մանդատներ փոխանցեին հաջորդ համարներին իրենց ազգային ժողովի այդ նիստերի խմբակցության ցուցակի մեջ։ Բայց վախեցան, չարեցին, որտեղ հասկացան, այդ ձևով չեն կարող գնալ։ Ինչու չարեցին։ Ինչու օրինակ համար 2020 թվականին օրենքներ փոխող, իշխեմ այն ինչերի առաջ կանգ չառնող Նիկոլ Փաշինյանը այդ օրը վախեցավ, որ այդ ճանապարհով գնալ, որտեղ դրսից իր վրա ճնշում եղավ։ Հաստատ ճնշում եղավ։ Եթե հիշեք այդ օրերին հենց նույն խորհրդարանական ընդդիմությունը Իշխան Սաղաթելյանը եւ մյուսները արտասահմանում Եվրոպայում ուրիշ տեղերում հանդիպումներ էին անցկացնում ակտիվորեն եւ բացատրում էին այն իրավիճակը, որ Հայաստանում գոյություն ունի։ Փողոցային պայքար, դիմադրության շարժում, ազգային ժողովում բոյկոտ։ Ազգային ժողովում օրենքներ ընդունվում են միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցության ԿՊ-ի մասնակցությամբ, ինչը այո հնարավոր էր դառնում իմ ասենք այդ վրացական օրինակով, բայց լեգիտիմություն չուներ եւ դու չես կարող երկար ժամանակ այդ վիճակով շարունակես, քանի որ օրենքները դա թույլ չեն տալու, միտեղ ինչ որ խնդրի ես արդեն հանդիպելու եւ խնդրի հանդիպեցին, քանի որ ես հաստատ կարող եմ ձեզ հավատացնել, որ դրսից Եվրոպայից իրենց վրա ճնշում եղավ, որ այս խնդիրը լուծեք, չեք կարող այսպես շարունակել։ Այդ մարդկանց մի կերպ վերադարձրեք։ Հիմա սկիզբը որոշեցին սպառնալիքներով խոսել, աշխատավարձեր չվճարել, մանդատից զրկելու սպառնալիք կարդալ, բայց մեկը Հայաստան դաշինքի падգամավորները չվերադարձան ազգային ժողով եւ մնացին դրսում։ Առաջին ով վերադարձավ, գնացեք, փորձեք, պրպտեք։ Ովքեր առաջինը նստեցին ազգային ժողովի նիստերում եւ աշխատավարձ ստանալու համար այդ կլոպկեն սեղմեցին։ Եվ այդպիսով ավարտվեց ընդդիմության միասնական բոյկոտ։ Դե եթե արդեն ընդդիմության այն 5-6 հոգին, 6-7 հոգին գնում են մասնակցում են նիստերին այդ կոճակը սեղմում են, այլ մյուսների դուրս մնալը այլևս անիմաստ է դառնում, մի տեսակ կարելի ասել այդ միասնական պայքարը կարելի ասել ավարտված եւ վերադառնալ ազգային ժողով։ Սա ամբողջ եղելությունն է եղել։ Սա ոչինչ չա նշանակում ձեր կարծիքով։ Ոչինչ չանել է նշանակում։ Հիմա պատկերացեք այդ մարդիկ աշխատավարձ ստանալու համար, իրենց մանդատը պահելու համար այդ մի քանի հոգին այն խմբակցությանը չգնային չմասնակցեն ազգային նիստին եւ այդ բոյկոտը այդպես ասած 1 ամիս 2 ամիս է շարունակել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դեռ 2022 թվականին մենք արտահայտ խորհրդանական ընտրություններ ենք ունենալու այն մտոլորտի մեջ, որ այն օրերին գոյություն ուներ եւ իրավիճակը լրիվորեն այլ է լինել ինչ այսօր։ Բայց չեղավ, չհաջողվեց։ Բայց դա ոչ Հայաստան դաշինքի եւ Ռոբերտ Քոչարյանի մեղքով, քանի որ նրանք չէին, որ առաջին վերադարձան ազգային ժողով եւ այդ բոյկոտը վեճ կտա։ Սա միայն այդ փոքրն եմ ուզում ասել, որպեսզի հասկանաք։ Սրբազան պաշտպանության շարժումը, նայեք ովքեր են կանգնած եղել Սրբազան պաշտպանության շարժման կողքին, սկզբից մինչեւ եկ Բաղդադ Սրբազանի կողքին քայլել են, եղել են, աջակցել են։ Ամբողջ իրանք չեն արել, անշուշտ իրանք չեն արել։ Բայց Հայաստան դաշինքը գլխավոր մասնակցություն ա ունեցել։ Մյուսները որտեղ էին այդ շարժումների ընթացքում։ Ովքեր են հիմա քրական գործերի միջով ասում Բագրատ Սրբազան, Արթուր Սարգսյանի գործ Արգսյան։ Ովքեր են նրանք, որ ուժին են պատկանում, որտեղից են գալիս։ Գաղափարական պես ասած, որ ճամբարին էլ իրենք պատկանում։ Համ անարդարության համար էլ չափ կա, չէ՞, սրանք ապացույցներ են, սրանք փաստեր են, որ գոյություն ունեն։ Եթե խոսում եք ոչինչ չանելու մեջ, դե այս բաներն էլ պիտի նկատի ունենաք, չէ՞, այս մարդիկ որտեղից էին գալիս, ինչպես էին գալիս։ Այս ամեն շարժումների հիմքում մի տեսակ կանգնած է եղել Հայաստան դաշինքը, նախագահ Քոչարյանը, դաշնակցությունը եւ այդ իր ամբողջական ուժով եղել է մոտորը, շարժիչ ուժը, որ առաջ է տարել։ Մյուսները ինչ են արել։ Ասացին, որ մենք ունենք իշխանապողության մեր եղանակը դեռ 2025 թվականի ապրիլին ասեցին, հասանք ընտրությունների, որը նախագիծ չեղավ իշխանապողության։ Որովհետեւ նախագիծ ասեցին, լավ, մենք էս ենք ուզում անենք, չարանք, չեղավ, չստացվեց, բավարար չէ։ Նայեցեք։ Արդյունքում միայն ունեցանք impeachment կոչվեցվածը եւ հիմա կարելի ասել, որ այդ impeachment-ն էր այդ նախագիծը, որ պետք է տեղի ունենար։
Եվ տեսանք արդեն արդյունքը ինչ եղավ, եւ դա արդեն իսկ հենց նույն Նարեկ Մալյանի վկայությամբ ոչ թե միջոց էր իշխանապողության համար իր վերջին տեսածած գրառման ընթացքում ինքը լայնորեն դրա մասին գրել է, այլ խոստովանում է, որ դրա հիմնական նպատակը եղել է այն, որ մենք Հայաստան Դաշնիկին այդ հարցազրույցի ժամանակ էլ 168 կետերում ասում է, ասում որ իրենք այն բարձունքներում էին Հայաստան Դաշնիկ, մենք պետք է իրենց քաշեինք ցած եւ կարողացանք այդ իմպիչմենտով իրենց կարճ խելքով թվում է ցած քաշեինք, իջեցնենք այդ դիրքերից, ենթակա դարձնենք մեզ, որ տեսակ, եկաք ստորագրեցիք վերջը, լավ ստորագրեցին։ Հետո դուք ինչ արեցիք։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս մի որասան ընտրությունների։ Եվ հիմա դեռ հունիս, 10 ամիս է, 11 ամիս անցել է արդեն, 10 ամիս մոտապես անցել է այդ ստորագրություններին։ Հիմա էլ ազգային ժողով դեր գոյությունը գնացեք արեք։ Խոսեք նախքին падգամավորները կան ԿՊ-ին, շատերը հիմա այլևս падգամավորել չեն, շարժարետ պիտի ունենան հավանաբար ձեզ միանալու։ Փորձեք հավաքեք, նիստ գումարեք, իմպիչմենտ արեք, եթե կարծեք իմպիչմենտը լինելու է։ Դա չի լինելու, ինքներդ էլ գիտեք, որ դա չի լինելու եւ այդ էլ հիմնականում իրենց ամբողջ արած այս շրջանում եղել է հենց այդքանը, որ դրա մասին խոսում են։ Չխորանամ, քանի որ պես ասած միշտ նյարդես էլ տեղի է տալիս ուրիշ թեմաների մասն եմ դեռ ուզում խոսալ։ Ուրեմն երեք անցած շաբաթ երբ խոսում էի Կիրակի օրը լայվ ընթացքում, խոսեցի մանդատներ վերցնելու չվերցնելու ժամանակ, այդ ժամանակ ուժեղ Հայաստան արդեն հայտարարել էր, որ ինքը մանդատները վերցնելու է, մտնելու է ազգային ժողով։ Դեռ Հայաստան Դաշնիկը պաշտոնապես հայտարարություն չուներ, ասում եմ հետո արդեն պարզ դարձավ, որ նրանք են մտնում ազգային ժողով։ Իսկ հետո այդ լայվից հետո ավելի ուշ ուրեմն ժողովուրդը բողոքել էր, խնդիրներ էր եղել ուժեղ Հայաստանից, որ դուք ինչու եք վերցնում մանդատները, չպետք է վերցնեք։ Ուրեմն Արեգ Կարապետյանը լայվ մտավ, այնտեղ մի հայտարարություն արեց, որը կարծում եմ անկեղծ ասած ինձ դուր չեկավ այդ հայտարարությունը, որ մեզ պետք է այդ մանդատները, որտեղ փողոցում եթե մի քանի 100 մարդ եղա, մեկը պիտի լինի, որ այդ կնոպկեն սեղմի, որպեսզի մենք Նիկոլին կարողանանք իշխանությունից հեռացնենք։ Գիտեք, շատ պարզունակ բացատրություն է սա Նիկոլին հեռացնելու համար։ Այսինքն ամբողջ քաղաքական պայքարից պատկերացումն է նա, որ մի հատ կնոպկե սեղմելով կարելի է Նիկոլին հեռացնել։ Եթե այդքան հեշտ է ինչու չեն արել։ Տեսեք, այդպես այդ նման հայտարարությունը նաև ինչ որ վիրավորական է թվում, համարվում նախորդ ընդդիմության հասցեին։ Այսինքն նախորդ ընդդիմությունը ուներ հնարավորություն մեկ հատ կնոպկե սեղմելով Նիկոլին հեռացնել չի արել։ Իդեպ այդ շնդանում փողոցում եղել են ոչ միայն 100 այլ հազարավոր մարդիկ, բայց կնոպկեն չի սեղմել եւ Նիկոլը չի հեռացել։ Բայց բոլորս էլ գիտենք, դե Նիկոլին մի հատ կնոպկե սեղմելով չի լինի հեռացնել, որտեղ եթե լիներ միջև հիմա արել էին։ Ժողովուրդն էլ դա գիտի, որ չի կարելի լինել։ Դա Նարեկ Մալյանների, Էդգար Ղազարյանի հետ հիմար ցնդաբանությունն է, որ դեռ շարունակում են պնդել։ Իրենց որոշակի նպատակներ հետապնդելով հիմա մտել են ուժեղ Հայաստանի մեջ, ուժեղ Հայաստանին են տանում դեպի այդ ուղղությամբ, որ հեսա իմպիչմենտ կանեն, կնոպկե սեղմելով Նիկոլին կերասենք։ Հիմա էլ էս Անգելա Մեյդան, Էդգար Ղազարյանը, որ հեսա նախկինում չեմ 10-20 падգամավոր կուզենք, հիմա 8 հատ падգամավոր էլ եթե կա, մենք կարող ենք անենք ու բան չգիտեմ ինչպես հաշվարկել, առնվազն հիմա մեծամասնություն ունենալու համար 105 падգամավոր կա, 105-ի կեսը լինում է, եթե չեմ սխալվում, 53 падգամավորի կողմ ձայն կարիք կա Նիկոլին իմպիչմենտ ենթարկելու համար, ընդդիմություն ունի 41 ձայն, նշանակված 12 ձայն պակաս, ասեք դու 12 քվե պիտի կարողանաս Նիկոլ Փաշինյանից կորզել բերել քո կողմը, որպեսզի դա անել, եւ դա ընդհանրապես կլինի 1 տարի հետո։ Բայց խնդիրն է, որ հիմնականում նախորդ անգամ էլ ասեցի, այս անգամ էլ ասում, Հայաստանի Հանրապետության ներկա սահմանադրությամբ, ազգային ժողովի կանոնակարգով, ընկերներ ջան, Նարեկ Կարապետյան ջան, իմպիչմենտ չեք կարող անել, չեք կարող անել, ճանապարհը փակված է, վերցրեք սահմանադրությունը կարտացեք, վերցրեք ազգային ժողովի կանոնակարգը կարտացեք։ Այն մարդիկ, որ այդ իմպիչմենտի ճանապարհը դրել են իշխանապողության համար, թաքուն կերպով այդ արանքներում դրել են նաև այդ ճանապարհը փակելու միջոցները, որպեսզի որևէ մեկը չկարողանա ազգային ժողովի նիստ գումարել։ Պարզ օրինակն եմ ասում։ Ազգային ժողովի կանոնակարգ 152-րդ հոդվածը ամբողջությամբ խոսում է իմպիչմենտի մասին 10 հատ հոդվածը շատ պարզ նախադասություններով։ Վեսեք կարդացեք այդ 10 հատ հոդվածները, կետերը, որպեսզի պարզ դառնա ինչ ա լինում։ Իսկ այդ կետերից մեկը հղում է կատարում ուրեմն եթե չեմ սխալվում 115-րդ հոդվածի սահմանադրության ժամկետներ ա նշում 48 ժամ 72 ժամ շատ հստակ կերպով այնտեղ նշում է որ եթե 72 ժամվա ընթացքում չկարողացաք այս իմպիչմենտի գործընթացը եթե նույնիսկ մտցնեք ազգային ժողով եւ ավարտին հասցնել
Ազգային ժողովի օրակարգից ինքնաբերաբար դուրս է գալիս 72 ժամ անց պետք է քվարկություն եղած լինի։ Բայց չեք կարող այդ 72 ժամ անել, որտեղ Նիկոլ Փաշինյան ամեն դեպքում միայն անհրաժեշտ է քվորում չապահովի նիստի համար։ Քվորում չապահովի նիստ չի գումարվի, նիստ չգումարվի, ամեն դեպքում 72 ժամ նիստ չգումարվի, այդ նախագիծը ինքնաբերաբար դուրս է գալիս։ Գիտեք, չեմ ուզում սա մասին շատ եմ խոսել, եթե պետք եղավ ժողովուրդ ջան, գրեք մի անգամ էլ ձեր հիշողությունները թարմացնեմ, թե ինչու չի կարելի ընդհանրապես ազգային Հայաստանի ազգային ժողովի կանոնակարգով սահմանադրությամբ իմպիչմենտ անել եւ դա ճանապարհը փակված է։ Արդյոք չի կարելի Նիկոլին հեռացնել, ինչու՞ չէ կարելի է հեռացնել։ Ճանապարհը հենց այն է, որ 2022 թվականին դիմացան շարժման ժամանակ եղավ բոյկոտել ազգային ժողովի նիստերը, մանդատները վերցնել, մտնել ազգային ժողով, բայց չվախենալ, ամիսներով դուրս մնալ, բոյկոտել նիստերը, չմասնակցել, այնքան շարունակել, մինչև լեգիտիմությունից ելնելով Նիկոլ Փաշինյանը պարտավորվի արտահայտ խորհրդանական ընտրությունների գնա։ Քանի որ իրեն գոնե այս փուլում պետք է մեծ ամասնություն Ադրբեջանի կողմից դրված առաջադրանքները կատարելու համար 2022 թվականին այդ պահանջը Ադրբեջանի կողմից դեռ դրված չէր, հիմա այդ պահանջը գոյություն ունի, իրեն անհրաժեշտ է լեգիտիմություն, իսկ դրանով պետք է փորձել միայն եւ միայն հարվածել Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությանը։ Իմպիչմենտ բան դրանք մոռացեք, այդպիսով չեք կարող Նիկոլին հեռացնել։ Այդ Էդգար Ղազարյանին էլ մի լսեք, որովհետեւ դա ձեզ սխալ ուղղությամբ բանալու։ Միակ ճանապարհը, որ կարծում եմ տրամաբանորեն այս պահին գոյություն ունի, վերցնել մանդատները, մտնել ազգային ժողով, պաշտոնները վերցնել, բայց բոյկոտել, մանդատները պահելով բոյկոտել եւ հայսականի տակ տանել այս ազգային ժողովի ուրեմն լեգիտիմությունը։ Իսկ վերջի թեման, որի մասին կխոսեմ եւ շատ կարճ եւ կփակեմ, ուրեմն արդեն որոշվեց, որ Հայաստան Դաշինքը մանդատները վերցնում է։ Ես նկատեցի Telegram-յալ մի քանի ալիքներում, որոնք Հայաստան Դաշինքի աջակիցներն են, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, նաև Facebook-ում որոշ իմ լավ ընկերներ, բոլորն էլ իմ լավ ընկերներն են, խոսակցություններ կա, որ ով մանդատը վերցնի, ով մանդատը զիջի մյուսին։ Ես չեմ ուզում անուններով առաջնորդվել, երեք էլ գրել եմ, այսօր էլ եմ գրում։ Այդ ցուցակի մեջ բոլորի թվում 200 շուրջ 200 անուններ կան Հայաստան Դաշինքից։ Բոլորը իմ ընկերներն են, վստահ եմ, ցանկացած մարդ ով մտել այդ ցուցակի մեջ, առաջին համարից որ Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ համարից որ Իշխան Սաղաթելյանը, մինչև այն վերջին համարը, որի անուն հիմա չեմ հիշում, հաստատ բոլոր ունեցել են կարողություն եւ արժանիք եւ լրացրել են պայմանները, որպեսզի այս ցուցակում հայտնվեն։ Դրա մեջ ոչ մի խոստում չկա։ Նրանցից յուրաքանչյուրը կարող ազգային ժողովում լինել, վերցնել մանդատ, լինել լավագույն падգամավոր ազգային ժողովում։ Բայց ինչ անենք, որ այդ պահին միայն 12 հատ մանդատ է մեզ տրամադրվել եւ 12 տեղեր կան ազգային ժողովում ներկայանալու համար։ Այդ ցուցակը ինչ որ հերթականությամբ է կազմվել, եւ այդ հերթականությունը պատահաբար չի կազմվել։ Ասիկը պատկերացնում եք այդպես մեկը նստել են այդպես վերևից ցած գրենի ես էստեղ լինեմ, դու էստեղ լինես, դու մեկ էստեղ լինեք։ Հաստատ այդպես չի եղել։ Այդ ցուցակն ունի Ռոբերտ Քոչարյանի հաստատումը, այդ ցուցակն ունի հավանաբար փորձագետների հաստատումը, խորհրդակցություններ են անցկացնել հավանաբար ժամերով, օրերով, որպեսզի այդ հերթականությունը ճշտեն, որտեղ մարդիկ էլ հավանաբար այնքան խելքներ են կտրել, ֆայմել է, հասկացել են, որ հնարավոր է որ մեկ այդ կարողությունը չենք մտնել ազգային ժողով։ Հնարավոր է որ այդ վերևից 10 հոգի մտնեն, 12 հոգի մտնեն, 20 հոգի մտնեն։ Հետո հերթականությունը այնպես անենք, որ այն մարդկանց օրինակ կարիք ունենք ազգային ժողովում ես ներկայությամբ լինեն ավելի վերև համարների տակ, որպեսզի մարդիկ կարողանան, եթե այդքան է մտնում, որքան հնարավոր է կարողանանք ազգային ժողովում ներկայություն լինենք։ Հետո այդ հերթականությունը հարցականի տակ տանել, սա դուրս կա, M1-ը դուրս կա, M1-ը որ M1-ը գտեմ, շատ անիմաստ խոսակցություն է, որ ես երեկել էի գրել, հիմա էլ եմ կրկնում եւ ասում եմ 5 տարի առաջվանից երբ ձևավորվեց Հայաստան Դաշինքը, աչքի անկել բացառիկ միատարրությամբ եւ միասնականությամբ, որ այս դաշինքում գոյություն ունեցել։ Եվ իր գաղտնիքը հաջողության, որ կարողացել է այս ազգային ժողովում ներկայություն լինել, մանդատ ունենալ, կարևոր գործոններից մեկը եղել է այդ ներքին միասնականությունը, միատարրությունը եւ այն, որ խոհանոցային հարցերը դուրս չեն եկել։ Միթե կարելի է մի շարք մարդիկ իրար շուրջ հավաքվեն, տարաձայնություններ չունենան, իրար հետ հակասություններ չունենան, մտքերի բախում չլինի, մեկը մի բան ասի, մեկը հակառակ լինի։ Հաստատ եղել է։ Բայց կարևորն է, որ դու քո խոհանոցային հարցերը պահես քո դռների մեջ, քո սենյակում եւ չթողնես որպեսզի դուրս գան եւ խնդիրներ փորձես քո ներսում լուծել, ինչի հաջողվել է Հայաստան Դաշինքին մինչեւ այսօր եւ սրանից հետո էլ պետք է նույնը լինի։ Քանի որ վստահ եմ դրսում ոչ միայն իշխանությունները, այլ քիչ առաջ մատնանշած այդ քաղաքական ուժերը, որոնք ամիտ տարին դեռ 1 տարի, 1.5 տարի առաջվանից օր էին հաշվում, որ Հայաստան Դաշինքին ձախողացնեն, պարտվածնեն, հիմա էլ դրսում այդպես նստած
պատրաստ դրության մեջ են, որպեսզի այս լծակներից օգտվեն դաշինքը քայքայելու համար եւ հասնեն դրան։ Հետաբար չպետք է անել որոշ հայտարարություն գրառում, ինչը կտանի այդ ուղղությամբ։ Ես կարող եմ հիմա նստել պատճառաբանել, թե ինչու է ազգային ժողովում Արթուր Խաչատրյանի ներկայությունը որպես տնտեսագետ կարևոր է, Լիլիթ Գալստյանի ներկայությունը որպես մարդ, ով միջազգային շրջանակներում գնում է, մասնակցում է, կարևոր է, Իշխան Սաղաթելյանի ներկայությունը ինչով է կարևոր, մյուսների ներկայությունը ինչքան է կարևոր, նույնքան կարևոր են մարդկանց ներկայությունը, որոնք ցավոք սրտի այսօր գոյություն չունեն, բայց սա թիմային աշխատանք է։ Թիմային աշխատանքը իր մեջ պարունակում է այն, որ դու պիտի հասկանաս, հիմա մեկը մանդատ ավերսի ազգային ժողովում իր այդ սահմանափակումներով է սկսում աշխատել, քիչ առաջ էլ ասեցի, իսկ մեկ մասը մնում են դրսում, մանդատ չունեն, բայց նաև չունեն սահմանափակումներ, ավելի ազատ կերպով կարող են աշխատել։ Հասած իմ մարդիկ օդեն ընդհանրապես ցուցակներում են եղել, չէին էլ կարող լինել Հայաստանի քաղաքացիությունը, բայց մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, քարոզչական առումով ժողովրդին պատրաստելու։ Եվ հաստատ մեր արածը, այն պարտականություն, որ մեր ուսերին է դրված, կարևորությամբ ոչ մի բանում չի զիջում այն մանդատներից, որ այդ մարդիկ ունեն եւ ազգային ժողովում ներս են մտնում։ Հաստատ ասում եմ, հիմա գոնե այն մարդիկ, ովքեր կուսակցական են, ես գիտեմ, եթե որոշում լինի, անհրաժեշտ լինի, որ իրենք մանդատը վայր դնեն, որպեսզի մեկ ուրիշը մանդատը վերցնի, երեք էլ գրել եմ, հիմա իրենց ընկերներից մյուսին զիջեն կամ ոչ թե ընկերներից, այլ թիմակիցներից մեկ այլ որոշում զիջեն, հիմա եթե համախորհուրդ այդպիսի մի հատ որոշում լինի, որպես դաշնակցական ես դες վստահեցնում, որ այդ մարդիկ նույնիսկ մեկ վայրկյան չեն պահելու մանդատը, վայր են դնելու եւ ենթարկվելու են կայացած որոշմանը։ Եվ իրենց սկզբունքներին դեմ չեն գնալու, ամեն դեպքում մնալու են, կարծած են մնալու այդ որոշմանը, քարգելու են եւ անելու են դա։ Իսկ այս պայի դրությամբ ունենք սա եւ թույլ տանք, որպեսզի ներքին որոշմամբ իրենք որոշեն ինչ են անում, դասավորումներ իրենք տան, անհրաժեշտ եղավ մեկը վայր կդնի, մյուսը կվերցնի, բայց կարծում եմ անիմաստ է այդ քննարկումը բերել, փոխադրել հանրային դաշտ եւ փորձել հանրային դաշտում, այդպես ասած, ինչ-որ քննարկումներ անցկացնելով, փորձել ճնշում բանեցնել, այդպես ասած, ինչ-որ նպատակների հասնել, որը կարծում եմ լավ չի։ Իմ բոլորն էլ իմ ընկերներն են, թե նրանք ովքեր մանդատ են ստացել, թե նրանք ովքեր մանդատ չեն ստացել, բոլորին հարգում եմ, շատերի հետ ես անձնական կապեր ունեմ, շփման մեջ եմ եւ վստահ եմ, որ բոլորն էլ լավագույն աշխատանք ունեն կատարել են եւ սրանից հետո էլ ունեն եւ կատարել են։ Հիմա Աղվան Վարդանյանի դեպքում էլ մի տեսակ վատ զգացի, որ այդ մարդուն մանդատ պահելու մեջ են մեղադրում, գոնե այս երկրում Հայաստանում գիտե կա մեկը, որ թքած ունեցել մանդատի մեջ հանուն իր պայքարի, դա առաջինը եղել է Աղվան Վարդանյան դեռ 2018 թվականի մայիսին, մարդը տեսակ մանդատը վայր դրեց, նույնիսկ իր կուսակցական անցյալի վրա, այդպես ասած հարցականի տակ տարավ, բայց հավատարի մնաց իր սկզբունքներին, այն բանին, որ հավատացած էր, գնաց այդ ճանապարհով։ Հետաբար այդ մարդուն այսօր մեղադրել մանդատ պահելու մեջ, հիմա ինչ որ հայտարարություն միտեղ այլ ասել, դե պիտի տխալ լինես, խոսքի տեր լինես, կարծում եմ ընդհանրապես այդ թեմայի մեջ մտնել եւ այդ խոսակցությունները բացելը անհարմար է եւ լավ չի։ Շնորհակալ եմ բարեկամներ, որ հետևեցիք ինձ, շուրջ 50 րոպե միասին եղանք ուղիղ եթերում, այս ուրեմն լայվը հետագային կլինի նաև իմ YouTube-ի ալիքում, կխնդրեմ ձեր ակտիվությամբ, ձեր լայքերով, ձեր կոմենտներով, նաև կիսվելով այս տեսագրությունը օգնեք, որպեսզի ավելի մեծ հասանելիություն ունենա եւ մեր լսարանը որքան կարող է ընդայնվի։ Ձեզ հետ կլինեմ հաջորդ կիրակի օր ամենաուշը մոտավորապես հենց այս ժամերին, երեկոյան ժամը 10-ին Երևանի ժամանակով, 11-ին առավոտյան Լոս Անջելեսի ժամանակով, հույսը որ լավ շաբաթ ենք ունենալու բոլորս, հաջողությամբ եւ լավ եւ դրական լուրերով։ Մնացեք խաղաղությամբ, մինչեւ մի նոր հանդիպում, առաջիկա ուրեմն կիրակի օրը։